որ արժանիքի համար ընտրեցին Երևան քաղաքի դատարանի նախագահ։ Դատախազ հայրիկը, դատավոր եղբայրը, ընդ որում դուք բավականին ուշագրավ հանգամանքներում եք եղել, ընտրվել առհասարակ դատավոր։ Արժանիքների մասով նախ շնորհակալ եմ շնորհանքի համար։ Արժանիքների մասով կարծում եմ հստակ օրենսգիրքը նախատեսում է թե ինչ պայմանների առկայության։ Խնդրեմ ես հովին կանգնեք, արևը վառում է ձեր կադրն է։ Մեկ է քնոր ջան, Լավ է, սպես լավ է։ Արժանիքների մասով նախ դատական օրենսգիր սահմանադրական օրենքում հստակ նշված են այն չափանիշները, որոնք նախատեսված են դատային նախագահի թեկնածուների համար։ Խոսքը 121-րդ հոդվածի մասն է դատական օրենսգիր սահմանադրական օրենքում, որտեղ կա որոշակի չափանիշներ, դրա գնահատմամբ բարձրագույն դատական խորհուրդը բաց քվեարկությամբ, բայց դեռ դատական նիստում որոշում է կայացնում թեկնածուին հանրապետության նախագահին առաջարկելու վերաբերյալ ձայների մեծամասնություն ստացած։ Թե բարձրագույն դատական խորհուրդը ինչ հանգամանքներով պայմանավորված նման որոշում կայացրել, իհարկե ձեր տնօրենի հետ ձեր կապերն են օգնել, որ դուք Երևան քաղաքի դատարանի նախագահ։ Բնականաբար նման հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ նշված որոշման կայացման համար, ասացի մտերմություն կա տնօրենի հետ։ Պարոն Սիմոնյանի հետ մտերմություն կա դեռևս այն ժամանակահատվածից, երբ որ պարոն Սիմոնյանը եւ ես ոչ ես դատավոր, ոչ պարոն Սիմոնյանը ԱԾՏ-տնօրեն 10 եւ ավել տարի մտերմություն։ Այսպես ասեմ, չեմ պատրաստվում որոշակի ժամանակավոր որոշակի երևույթների համար, խոսքը պաշտոնի մասին է, ընկերներից հրաժարվել, բնականաբար շփումներ կան, բայց այդ շփումները Պարոն Սիմոնյանը համարվում է ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ բազմաթիվ լուրեր կար, ասում են համարվում է ԱԱԾ տնօրենը, բայց ողջ դատական համակարգը ինքն է կուրացիա անում։ Հիմա դուք նաև հաստատում եք, որ կան այդ կապերը, դեռևս 10 տարի այդ կապերը եղել են եւ ըստ էության բավականին երիտասարդ տարիքում նշանակում եք Երևան քաղաքի դատարանի Ես հավելեմ, որ նաև օպերատիվ պետական միջոցառում իրականացնելու միջնորդությունները ձեզ վստահվեցի, բան չեն։ Երբ 27-ամյա եք, չէ, 28 դեռևս 3 տարի առաջ։ Հա, այսինքն այդ տարիքում ձեզ վստահվեց նաև դա ԱԱԾ տնօրենի հետ կապերը, տանիքները, ձեր այսինքն այս կապերը ոչ ոք չեն արել, համարել են Պարոն Չիչոյանը այնքան լավ գիտելիքներ ունի, ու արդյունքում գիտելիքները ինչ պատասխան եք ակնկալում, դուք ինձանից թողեք ձեր հարցերին պատասխանել։ Երևանի դատարանում ձեզնից ավելի փորձառու, բազմամյա փորձ ունեցող դատավորներ կային, կարծում եմ նաև արժանի, ես չեմ ասում արժանի չեք եկեք։ Այսինքն ո՞նց ստացվեց, որ դուք ընտրվեցիք։ Հիմա որ թողեք ձեր հարցերին կպատասխանեմ։ Նախ նշանակման հետ կապված առասարակ դուք գիտեք բոլորդ էլ, որ կա որոշակի չափանիշներ դատավորի նշանակման համար, խոսքը նույնիսկ նվազագույն տարիքային շեմի մասին է։ Հիմա եթե օրենսդիրը սահմանել է որոշակի տարիքային շեմ, այդ շեմը ես բավարարել եմ, բնականաբար իրավական բոլոր ընթացակարգերը նշանակվել եմ։ Ինչ վերաբերում է արժանիներին կամ ոչ արժանիներին, կրկին ասում եմ, որ որոշել է բարձրագույն դատական խորհուրդը, բնականաբար ձեր հարցերի հասցեատերը բարձրագույն դատական խորհուրդն է, ոչ թե ես, կոռեկտ չեմ համարում նաև մեկնաբանել վերջին խորհրդի գործողությունները։ Միջազգային կառույցները բոլորը գնահատական են տալիս, որ այսօր դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է, անկախ չէ։ Ինչ ունեք, դուք այս մասում ունեք ձեր գնահատականը։ Ճիշտն ասած չեմ լսել նման գնահատականներ, չգիտեմ որտեղից եք այդ մեջբերումները իրականացնում։ Հակափաստարկն այն է, որ օրենքի օրինական ուժի մեջ մնացած դատական ակտերն են, եթե նմանատիպ իհարկե գործեր եղել են մամուլի համար, որոնք որ կարող են շուրջ քաղաքական ենթատեքստեր ունենալ, այսպես ասած, բայց կոնկրետ գործերով իհարկե ես ձեզ մեղադրում էին Դավիթ Համբարձումյանին բանտ ուղարկելու համար, նրան այսպես ասած բանտ ուղարկող դատավորն եք եղել, նաև դուք այն դատավորն եք, որը ընդդիմադիրներին կալանքի միջնորդությունները ձեռքով մակագրել եք Մացիս Մելքոնյանին։ Ինչու եք այդ որ միջնորդություն է մակագրում ասում։ Օրինակ ես հիշում եմ Սրբազանների կալանքի միջնորդությունը Մացիս Մելքոնյանին։ Բայց նաև եղել է որ չի մակագրվել, չէ՞։ Ընդդիմադիր Հայաստանությամբ քաղաքական նրբերանգ ունեցող գործերով, պարոն Չիչոյան, մակագրվել է Մացիս Մելքոնյանին։ Ավանի նստավարում բացի նրանից այլ դատավոր կա։ Իհարկե կան, մակագրվել են բոլորին նաև այլ նստավարերի դատավորների, եթե նկատել եք կախված կալանքի քանակներից, ծավալից, հերթապահության են ներգրավում նաև այլ նստավարերի դատավորներ, մակագրություն իրականացում է հավասարաչափ եւ
դատական օրենսգիր համադրական օրենքով նախատեսված ընթացակարգով, խոսքը այ բնական կարգով։ Բայց հերթով էլի հարցեր է ժողովուրդ։ Բոլոր դատարանները դառնում են հերթապահ, Այս բանի դրությամբ եւս 3 իմ կողմից հրաման է արձակվել բոլոր դատարանները հերթապահության ներգրավելու հետ կախված քանակից կալանքի միջնորդությունները եւ կախված նաեւ նստավայրի հերթապահ դատավորների քանակից, եթե քիչ են լինում, բնականաբար պետք է ֆիզիկապես նաեւ հասցնեն։ Որ հենց միակ քաղաքական գործալինում բոլոր դատարանները դառնում են հերթապահ դատի զուգադիպ։ Նայեք ինչն է խնդիրը, վերջերս այնքան շատ է միջնորդությունները կալանքի, որ գրեթե ամեն շաբաթ բոլոր դատարանները ներգրավում են հերթապահ, այսինքն այնպես չի որ դա այդպես հենց պիտի այսպես ասած որոշակի հնչեղություն ունեցող գործներին նոր ներգրավեն, այս պայդրությամբ եւս ներգրաված են դատարանները։ Պարզապես ձեր խոսքերը արժանահավատ չեն այնքանով ներողություն գնահատականի ճակերտավոր, որովհետև աղմկահարույց գործերով ինչպես գործընկերներս նշեցին, կամ Կարեն Ֆարփոյանն է, կամ Մասիս Մելքոնյանն է, հարցը դրանում է կանում, ինչպես է ստացվում, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց կալանքի միջնորդությունը կամ Կարեն Ֆարփոյանն է քննում, կամ Մասիս Մելքոնյան, դուք նշում եք այլ անձանց էլ է մակագրվում, քանի որ կալանքները շատ են, բայց աղմկահարույց գործերով այս երկու դատավորներն են։ Ես չեմ կիսում ձեր կարծիքի իհարկե, ձեր դիրքորոշումը, նախ չգիտեմ աղմկահարույց ինչ չափանիշով է գնահատում, որն է աղմկահարույց, որը չէ, եթե օրինակ, չգիտեմ, մամուլով շատ է խոսում, դա աղմկահարույց է, քիչ խոսվող, մի րոպե էլի, մի րոպե, եթե պիտի հարցը չլսեք, էլ չպատասխանեմ ձեր հարցերին։ Բայց նման երկի երևույթ չկա բացարձակապես, բոլորին է մակագրվում է, բոլորն է լսում են, որոշները մերժում են, որոշները բավարարվում են, այնպես չի որ միայն որոշակի խումբ դատավորներին է նման միջնորդներ մակագրվում, դրանք այդ կարգերը բոլորը պահվում են իրականում։ Աղմկահարույցը նրանով է, որ մասնավորապես փաստաբանները նշում են, որ մեղադրանքները, որոնք առաջադրվում են քննչական կոմիտեի կողմից եւ այնուհետեւ կալանքի են տարվում քաղաքացիները, արդեն դատարանում սկսում են գալ այդ գործերը։ Մեկին վերագրվում էր ահաբեկչություն, այդ ահաբեկչության հոդվածի տակ ինչեր էին դրել, դրանք իրականությանը չի համապատասխանում։ Ձայնագրությունն է մոնտաժված։ Քանի որ դուք լրագրող եք, ես դատավոր, ես որպես դատավոր այդ հարցերին կարող եմ միայն պատասխան տալ կոնկրետ դատական ակտերից, գործի փուլ գալը ձեր ասած ձեր ճակերտներում փուլ գալը կարող է բացարձակապես լինել, երբ որ գործով արդարացման դատավճիռ կայացվի։ Դրանով պայմանավորված ես բնականաբար չեմ կարող կիսել ձեր կարծիքը, որովհետև գործը չի կարող փուլ գալ, գործը կարող է արդարանալ, գործով մեղադրանքը ներկայացված կարող է չհաստատվել անձը արդարանել կամ հաստատվել դատապարտվել։ Շնորհակալ